Միդեղ բարի երեկո, միդեղ բարի լույս, սելի ժողովուրդ, եթերում է հանրային ձայն հաղորդաշարը, այսօր դեկտեմբերի 11-ն է, օրեն երկուշաբթի։ Մի երկու օր առաջ վաբշե խառնել էի, ուզում էի շաբաթօրով մտնեի եթեր։ Դա գալիս է նրանից, որ ոչ օր ենք նայում, ոչ ամսաթիվ ենք նայում, Քրիստիկ ջան, օրն է բուն, աշխատում։ Ինչևից է, մեր մշտական անդամները իրենց տեղերում են, պարոն Աբազյան, Անդոյ, Տհաճմարտ, Սասուն, Վայեղ Ազարյան, Նստուկա, անկրկնելի Բոզի տղեկ Արգիշ Քյարամյան և Ազատուհի Ղախպի տղա, Քրիստիկ և Ռոզիկ։ Բայց այսօր քննչական կոմիտեն լինելու է մեզ մոտ հարուստ, մենք հրավիրելու ենք նաև քննչական կոմիտեից այլ անձանց, իսկ մինչ այդ եկեք ներս հրավիրենք բոլորին։ Քրիստիկ մոտենում, դուր բացում։ Այս կոնդիցիաներն էլ անջատի շոկ հա։ Так, Վայեղ Ղազարյանը այստեղ է, Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարողն, Երևանի քաղաքապետարան, դե ոնց հասկանում ենք Սիսին բացակայում է, որովհետև ասում են հիվանդա, կորոնայ, բայց չգիտեն կորոնայա թե եսի մինչա, Աբազյանը ստեղ է, Սուրեն Պապիկյան, ուսուցչուհի, հակահետախուզության վարչության պետ Սանամյան, իր գեներալիտետով, Գիզիրյան, նախկին ոստիկան ՊՊԳ-ի պետ, так, առողջապահության նախարար, Սևուկուլիկ, Պորրիկ Բալիկ, Գագիկ Ծառուկյան, Էտա Գագոյ, Նիկոլ Փաշինյան, Աննա Բոլեին և իհարկե Ֆիոնայ, հետարքիր բացահայտում, քննչական կոմիտեից Կարապետյան Էդուարդ, Բոզի տղեն մատնամաներս, Քաջազնունի Ղախպի տղեն մատնամաներս և նստում են ուգլավո։ Նիկոլը ստեղա, Գեղարքունիքի մարզպետն, Կզնակ հիմնադրամ Նորիկ Ղուկասյան, Արդարադատության նախարարը, Քերակատարողական վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարը։ Մնացածին արդեն մենք Էտա Խաչատուր Սուքյասյան, օրացել էինք, վся семья в сборе։ Նախ մինչ թեմային անցնելը ես արդեն մեռանք ժուրնալ բանը փոխելով, ես մի օր երևակայի որոշում կկայացնեմ, ես ժուրնալները, այստեղ տեսեք գրված է սկիզբ ես ինչ, ավարտ ես ինչ, մի օր այս սրանք հանել բանի, վաճառքի, ես ոնց հասկանում եմ, իմ մոտ այդտեղ հավաքվել է և ես ուզում էի գցեի, բայց ինձ խորհուրդ տվեցին, որ դուք կարող եք դա վաճառել աճուրդով, իսկ գումարներն օգտագործել բարեգործության հետ կապված։ Ինձ հարցնում են գնելիքը չկա, գնելիքը ներքևը տնկված է, այդ սպիդով Բոզի տղեն, մենք ամեն մի ղախպի տղու ուշադրություն չենք դարձնում, ուստի նման Բոզի տղեն իրավունք չունի բարձրանա և ներկա գտնվի ստեղ, որովհետև ստեղ ինչքան էլ վատ մարդիկ են, բայց այդ մարդիկ սպիդ հարուցիչով չեն տառապում, հիգենիկ տեսակետից էլ մաքուրեն լելը վրեքի շեթն, գնելիքը ստուդիայում գտնվելու իրավունք չունի, ամեն մի Բոզի տղու մենք չենք բերում, թռուցիկ կանրադառնանք, ինչևից ես ներողություն, ես խոսում էի ժուրնալներից, ես ընդունում եմ այդ առաջարկությունը, մի գեղեցիկ օր կհայտարարվի այս Վարդան Ղուկասյանի նոթատետրերի վաճառք, մեկը տեսած մի գեղեցիկ օր գնորդը կարողացավ տարիներ անց այն վերավաճառել ավելի թանկ գնով,
Ուրեմն միանգամից մինչ հաղորդումը սկսել անցնելը մեր բողոքներին, գանգատներին եւ բացահայտումներին, ուզում եմ անդրադառնալ Վահե Ղազարյանին։ Վահե Ղազարյան շաբաթօրն էր, ուրբաթօրն էր, ես չեմ հիշում, եթերից անմիջապես հետո ես նորից մտա ուղիղ եթեր, եթե չեմ սխալվում, եւ հրապարակեցի բաներ, վիդեոներ, որով արդեն մի քանի տեղ էլ հրապարակված էր Յուլիա Ֆինես են նարկոմանի հետ կապված։ Թե ոնց են ինքը ու այն շո մի հատ լակոտ ալասերվածի ծնուն շրջում Երևան քաղաքով, մոտենում են ծաղիկ ծախողների ծաղիկներն են ջարդում, միգ ծախողների գլխին մրգով են խփում, ինչ որ լուսաբանում են իրանց եւ այլն։ Մոտենում են զառամյալ կնոջ, ուզում են սատկացնեն իրանց բարերով ասած բուձեմ մաչից տուդա-սուդա։ Իմ անդրադարձից հետո շատ արագ ավելի օպերատիվ աշխատեցին քաղաքացիները, ավելի օպերատիվ գտան այդ վարակին, ավելի օպերատիվ մեկուսացրեցին կամ ինչպես ասում են ենթարկեցին հասարակական կամ հանրային պարսավանքի։ Սա եւս մեկ անգամ խոսում է նրա մասին, որ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունը իր տեղում չի, որ ասում է գրուկ պեչատուկ։ Այդ ագարկուհին, այդ Յուլիա Ֆինես կոչված Ռուսաստանի կողմից հետախուզման մեջ գտնվող երևույթը, այդ վարակը բավականին հաճախակի էր գցում իր Telegram կանալներով, իր Instagram-ով, անգամ իր ինտիմ կապը, ոնց է հայտղեն իադոշեր նանը գլգլ, անգամ էդի նկար է գցել են։ Պոտենցիալ նարկոման։ Ես ոչ մի կերպ չկարողացա հասկանալ, թե Երևան քաղաքում ուր էին քո ոստիկանները, ուր էին քո պարեկները, բայց ավելին ես չկարողացա հասկանալ մեր առևտրականների այդքան թույլ լինելը, նամանավանդ են, որ ծաղիկները գցին ոտերի տակ եւ այլն կամ միրգը վեկալավ շպրտեց, ես ուղղակի զարմացա, թե այդ աղջիկը խի դախլից էս կողմ չանցավ ու ոտը կողեր բերանը, կամ այդ ծաղիկ ծախողը, ինչի տենց համեստորեն մնացին սուս ու այդ ծաղիկները չդրին դոշին, չղրգին համապատասխան գերեզմանոց։ Ժողովուրդը իրոք շատ է թուլացել։ Հայ ժողովուրդը նախկինը չի։ Հայ ժողովուրդը դարել է թույլ, հայ ժողովուրդը դարել է անթասիբ, հայ ժողովուրդը դարել է տկար, միայն բացականով, միայն։ Սենց բան այդ նույն Յուլիա Ֆինեսը չէր կարող անգամ երազում տեսնել, որ կարարաներ, էլ չեմ ուզում ասեմ Գրոզնիում, բայց անգամ Դաղստանում չէր կարող նման բան անել, Ինգուշետիա, Ասետիա, Կաբարդինա-Բալկանիա եւ այլն։ Հայ ժողովուրդը այո, հիմնովին եղել է դուխաթափ, անտարբեր, վախկոտ։ Ես չգիտեմ ովքեր են այդ տղաները, բայց ես այդ տղաների բասկին մաղթում եմ հզորություն, ուժ ու եռանդ, ապրեն իրենք, որ ավելի օպերատիվ գտնվեցին, քան ոստիկանությունը։ Եվ ես ուզում եմ հայտարարել, որ ցանկացած պարագայում հանրային ձայնը նման մարդկանց կողքին է։ Մարդկանց, ովքեր կարող են ազգի պատիվը ավելի բարձր պահել, քան դրա համար պետության բյուջեից ծնվող, հարկատուների գրպանից ծնվող Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունը եւ իհարկե ազգային անվտանգությունը, որը առհասարակ գոյություն չունի։ Ես այսօր կհիմնավորեմ, ինչու գոյություն չունի։ Գոյություն չունեցող ազգային անվտանգության փաստերից մեկը սա է, ուրեմն Սախարովի հրապարակում իր բիզնես գործունեությունն է ծավալում Women Հայկո, ով սադավորում է Հունաստանի վիզա, իբր թե $4500։ Բագրատաշենից անլեգալ մարդկանց է անցկացնում, սենց ինֆորմացիա։ Դրան գումարած սարքում է Ղարաբաղի ծննդյան վկայական ընդամենը $600։ Պարոն Աբազյան։ Համագործակցում է այդ ներողություն վիզավի ցենտրի աղջիկի հետ։ Իր ամբողջ բիզնես գործունեությունը ծավալում է Հունաստանի դեսպանատան հետ։ Նման մարդու դու անդո գիտես
Ես գիտեմ, որ գիտես, բա ինչի չեք գնում հետևից։ Հեռախոսը համարնել 374-ով 93 00 86 11։ Չեմ էլ ուզում զանգել։ Մենք ուրիշ տեղ ունենք զանգելու։ Ով այս բոզի տղեն։ Խափում, գցում մարդկանց, կեսին վիզա է տալım, կեսին չի տալի։ Ես իհարկե չուզեցա գրել Հունաստանի դեսպանատուն, բայց ես կխնդրեմ իմ արտգործնախարարի մի հատ համապատասխան գրություն ուղարկի Հունաստանի դեսպանատուն, որ գոյություն ունի մի բոզի տղա, ով քո մեջի բոզի տղեքի հետ աննամա վիզայի գործ։ Անդո մոտդ նշի։ Ես հազալս որ եղավ եւ ներողություն խնդրեցի ու երեք չեմիսոս մի հետարքիր բան ես պատմեցին իմ կողմից շատ սիրված դերասանուհի Վիոլետա Գևորգյան, եթե չեմ սխալվում, Աշնան Արև ներկայացման հայտնի դերասանուհին, ով հանրային ձայնի մեծ հետևորդն է, ես խոնարհվում եմ տիկին Վիոլետայի փառքի պատվի մեծության առաջ, այն երիտասարդներ, այն երեխաներից եմ եղել, ով հնարավորություն է ունեցել դիտելու Աշնան Արև ներկայացումը մեծն դերասանուհու մասնակցությամբ Արմավիրի մշակույթի տանը, Հոկտեմբերյանի կուլտուրայի տանը, մինչև այսօր այդ ֆարտուկը, այդ բեմը ես ես նստած էի առաջին շարքում եւ ինձ պատմեցին, որ տիկին Վիոլետան դիտելով մշտական մեր ելույթները մի հատվածի վրա ծիծաղացել է, այնտեղ հարց են տվել, ասել են ինչի վրա եք ծիծաղում, դա ասում է Վարդան Ղուկասյան եմ նայում, ասում են հա բայց ինչ եղավ, դա ասում է այդքան հայոյանք է տալիս էդի հետ, դե նորմալ է, բայց հենց հազած ներողություն խնդրեց, դրա համար հիմա հենց հազացի ես հիշեցի այդ պատմությունը, որ ինձ բանը պատմել են, օրեր առաջ էլ տեղի ունեցել մեծ դերասանուհու մեծարման երեկոն, ցավոք ես այլ տեղ եմ գտնվում, այդ նահանգը լրիվ ուրիշ տեղ է գտնվում, ներկա չեմ կարողացել գտնվել, ցավում եմ, ցանկանում եմ մեծ դերասանուհուն առողջություն ամենակարևորը եւ երկարակեցություն, ես ձեզ շատ եմ սիրում, այդպես ասեմ, ասենք առաջ, թե չմեկա կհուզվեմ, այս մի ալբոմն ավարտենք, նոր անցնենք առաջ, այստեղ էլի բան կար, եկեք զանգարենք այս քաղաքացուն իա բողոքը լսեք, հարկադիր կատարողը թոլս ուրա, հարկադիր վարչության պետը, օրերը հեսա Չկան անցանք առաջ ուրեմն այսպիսի մի նորություն մեր գիշերային ակումբներ կամ գիշերային առևտուր, գիշերային բիզնես գործունեություն ծավալող քաղաքացիների համար բիզնեսմենների ես որքան որ տեղեկացված եմ Երևանի քաղաքապետարանը օրենք ուզում ընդունել հունվարի 1-ից գիշերային ակումբների լիցենզիան 250,000 դրամից սարքել 1 միլիոն դրամ ես չգիտեմ ինչով է սա պայմանավորված եթե խոսքը գնում է գիշերային ակումբների մասին որտեղ դլո են ժխշում ապա գիշերային ակումբների հետ կապված ես դեմ չեմ, բայց մենք ունենք տարբեր բաներ, օբյեկտներ, որոնք աշխատում են գիշերով, փաբեր են, չգիտեմ, այնտեղ էլ ինչ կա Երևան քաղաքում, որոնք որ ուղղակի չեն կարող մեկ լիցենզիան, որ 250,000 դրամից սարքել 1 միլիոն դրամ եւ այդ մարդիկ աշխատեն։ Իհարկե ես կխորհրդակցեմ հանրային ձայնի ֆրակցիայի հետ հասկանալու համար Եվ միանգամից ուզում եմ ասեմ, որ այս օրենքը, որը որ ուզում ընդունի Երևանի քաղաքապետարանը եւ 5 անգամ բարձրացնելով գիշերային լիցենզիայի գինը 250,000 դրամից սարքել 1 միլիոն դրամ, դա աբսուրդ է։
նամանավանդ մանր ու միջին են բիզնեսների են փոքրիկ սրաների համար, որոնք աշխատում են գիշերով։ Ինչ վերաբերում է գիշերային ակումբներին, գիշերային ակումբները խնդիր չունեն, կարելի է գիշերային ակումբներին 1 միլիոնի փոխարեն լիցենզիան սարքել դաժե 3 միլիոն, իսկ փաբերին եւ չգիտեմ, սրճարան, մրճարան, մանր-մունր եւ այլն դրանց առհասարակ չկպնել։ Սա մենք քննարկենք, մի անգամից ուզում եմ ասել, որ հանրային ձայնը այս նախագծին մասնակի դեմ է։ Ես չգիտեմ երևանցիների ընտրած թեբավոր Գանդոնի կամ կլոուն Գանդոնի ֆրակցիաները ինչ մոտեցում ցույց կտան, ոչ գալիս են, ոչ վեկալում են, ոչ դնում են, բայց մեր մոտեցումը այսպեսին, այո, ստրիպտիզակումները պիտի վճարեն ավելի թանկ։ Իսկ ինչ վերաբերում է փաբերի վերաբերյալ, մենք դրան դեմ ենք։ Սա ուղղակի որպես նորություն մեր բիզնեսմենների համար, որ իմանան։ Այստեղ ես ուզում եմ սա մենք ավարտենք ու ես մի դավթարը գցեմ միան, որովհետև սա էլ ավարտվեց։ Ահա, նախ ես չգիտեի, որ Խամփերյանցի անվան ռազմական համալսարանը, որը որ հիմնադրվել է դեմից ուսումնարան էր, հետո բանը ինստիտուտ հիմա դարել այդ համալսարան, դա այն համալսարանը, որտեղ պատրաստում են օդաչուներ։ Մեր գյոզալը պաշտպանության նախարարությունը գմբցրել է բառիս ամենաբուն իմաստով, ընդեղ մի շարք ֆակուլտետներ վեկալ են եւ տեղափոխել են Վազգեն Սարգսյան, այդտեղ թողնելով մենակ բաներին, օդաչուներին, կրճատելով ահագին հաստիկներ։ Այսինքն Ադրբեջանը օլորի իր բանակ ավելի է զարգացնում, ավելի է զինում, ավելի է չափերը մեծացնում, մարտականակ եւ այլն, իսկ մենք մեր բանակը գնալով կրճատում, բերում, միացնում, խառնում, ժժնում եւ այլն։ Այն օրը մի քաղաքացի գրել է, ասում է տենում եք բանը Սերբիան բան վաճառել 300 քանի միլիոն դոլարի սպառազինությունը վաճառել Ադրբեջանին։ Ասում եմ շատ ներողություն, իսկ ինչի չպիտի վաճառեի։ Սերբիայի հետ կապված ես եմ լավ տեղյակ, այն բան կար, պաշտպանության նախարար Արշակ Կարապետյան, որ հիմա էլ է ելույթ անելում, ասում եմ մենք պիտի հայրենիք փրկենք։ Արշակ Կարապետյանի մոտ եմ ես ուղարկել Սերբիայի ներկայացուցիչներին, եկան, առաջարկեցին եւ սպառազինություն, եւ զինամթերք եւ այլն, բայց Բրուցյանի նման բոլզիս տղեն, որ նստած է պաշտպանության նախարարությունում, պրավալ տվեց, հիմա էլ նույն Սերբիան իր արտադրած բարձրակարգ որակյալ հրետանին վաճառում է Ադրբեջանին առնում է, իսկ ինչի չպիտի Սերբիան վաճառի։ Հարց, ասում է մենք բան ենք, քրիստոնյա ենք, Սերբիան էլ քրիստոնյա չպիտի անի։ Սերբիային глубоко наплевать, դու քրիստոնյա ես, թե մահմեդական ես, բիզնես, ничего личного։ Եվ այն նորա բան է հրետանին, որը որ ավելի հաջողված է, քան հնդկականը, հայկական կողմը չարավ, ասել չես եթմեմ, չկլեմկայ, ոչ դրանցից բերեն, որը նախ ավելի հեռու է, քան Սերբիան, հետո ավելի անորակ է, որովհետև սերբական նորա հրետանին ավելի մի քանի տեխնիկական բարձր առաջադիմություն ունի եւ որակ, քան հնդկականը, բայց երևում է հնդիկների հետ կապված ատկատի թեմա կա, Սերբերի մոմենտով էլ չկա։ Ադրբեջանն 300 միլիոն դոլարի սպառազինություն է ձեռք բերում Սերբիայից, դա նորմալ է։ Եթե մենք նայենք, որ բանը պաշտպանության նախարարությունը ամեն ինչը կրճատում է, փակում է, հիմա էլ Ֆրանսին եկան հասան Խամփերյանցի անվան ռազմական համալսարան։ Թողել են մենակ լոջիկների, մնացած բոլոր մասնագետների, բոլոր ֆակուլտետները տեղափոխել են Վազգեն Սարգսյան։ Վազգեն Սարգսյան համալսարանի պետ Արթուր Երոյան, ով Սուրեն Պապիկյանի ուսուցչու մտերիմ մարդկանցից մեկն է, կինը նշանակված է եղել Խամփերյանցում, բայց ամիսներ շարունակ աշխատանքի չի գնացել, ստացել աշխատավարձ, ռազմական ոստիկանությունը տեղյակ է եղել, բայց չի գնացել, չի կպել, տիկինը այնտեղ ոչ իմ տունը նստած սկավառոդկով ձված եղա սարքել, այդ ժամանակական կոֆե, բայց բան է ստացել աշխատավարձ, հետո երևի ամոթակուն եղած աշխատանքից հանելա
կնոջը ընկեր Երոյան Արթուրը։ Բայց այդտեղ խոսքը գնում է լրիվ ուրիշ բանի մասին։ Խամփերյանցի անվան ռազմական համալսարանը սպասարկում է հակահետախուզության մի սպա, չեկիստ Հայկ Խաչատրյան, եթե չեմ սխալվում, կապիտան, ուր է այդ բոզիտղեն, ահա։ Ուրեմն, начальник контрразведки Սանամյան, ոտքի։ Պարոն Սանամյան, ձեր չեկիստ Հայկ Խալացյանը, ով հանդիսանում է ազգային անվտանգության ծառայության սպա, իր առնանդամի ձեռը ընկել է քաքը։ Ես որքանով գիտեմ, այս Հայկ Խալացյանը ամուսնացած է, ունի կին։ Բայց դա իան կատեգորիկ չի խանգարում, որ ընկնի այս կամ այն կին ծառայողի հետևից եւ իր նպատակին չհասնելու դեպքում ամեն ինչ անի, որ այդ կին ծառայողին աշխատանքից ազատեն։ Օրինակ, Աբովյանի զինկոմիսարիատում է եղել նման մի աղջիկ, որը չենք ուզում ազգանունը բարձրաձայնենք։ Իմիջիալոց Հայկ Խալացյանի քեռին եւս աշխատում է ավերջի ծառայում է հակահետախուզությունում, Ղարիբյան Կարեն, գեներալ-մայոր, եթե չեմ սխալվում։ Մյուս կինը ով տուժել է ընկեր Աբաս քո աշխատողի բարձր տեստոստերոնից, տուժող ենթասպա ՄՊ-ն, ում աշխատանքից ազատել են 13-11 2023 թվականին։ Վիզա դրե հասնի ՄՊ-ին, ՄՊ-ն ասել է ան տրուսիկս կես հոտը քաշի ապրի, վեկալ է վրեն կեղծ բանագրե, ուղարկել է ռազմական ինստիտուտի հրամանատարությանը, հրամանատար Դավիթ Ալեքսանյան, գնդապետ, ուրա Գանդոնը, անհիմն ծառայողական քննությունը ոչ մի բան ցույց չի տվել եւ այլն, վերջում բռնել աշխատանքից ազատել են ծառայությունից։ Տեղակալ Իսկանդարյան Սահակ կողությունի դուստերը ծառայում է նորից այդ զորամասում։ Ես չեմ կարող հասկանամ, հերո աղջիկ ոնց են ծառայում միևնույն զորամասում։ Այդ վիճակով էլ Գասպարյան Վովան, չէ՞ որ աղջկան բերեկոկել են վետը, ասում է ես չգիտեմ ինքը գործի գնում էր թե չէր այդ։ Մի հատ էլ անմեղ հայացքով նայում է լրագրողի քիթու բենին։ Հիմա Սանամյան, գեներալ, դու քո չեկիստին Հայկ Խաչատրյան, ով ղզղնե ընկել է ՊՆ-ի կնանիքի հետևից։ Դու չես ասում, տղա ջան, դու կոնտրիկ ես, քո աշխատանքի մեջ պիտի մտնի ավելի լուրջ հակակոռուպցիոն, թալանային, կոռուպցիոն, կաշառակերային, խեռային բաներ բացահայտելը, ոչ թե մի ենթասպան սև լիֆա հագնեմ, մյուս ենթասպան սպիտակ լիֆա հագնեմ, այն մի ենթասպան վաբշե լիֆ չի հագնում։ Լիֆերի թեման դա կոնտրրազվեդկի խնդիրն է, Աբազյան։ Ես ասում եմ, դու ունես Պաշտպանության փոխնախարար Թուրքիայի ագենտ բրության բոզի տղա գեներալ Սանամյանը փոխանակ զբաղվեց ղախպիտղով, նստած կնանիքի լիֆերն են գրում, որ կնիկը ինչ լիֆա հագնեմ, վարքից թուլա, թե վարքից պինդա։ Է պաշտպանության նախարարը, պաշտպանության նախարար չէ, զեկուցագիրը, որ բերել դրել են դեմը, պիտի վեկալի ասի, դուք աշխատավարձ եք ստանում, սրա նրա կնգա դլո հսկելու համար։ Բա հիմա Հայկ Խաչատրյանը, որ կնանիքի է դոմփը, սրա կնիկը ինչ պիտի այդ Հայկ Խաչատրյանի կնիկն ուրա, ինչ չեգե։ Բա սրա կնիկը գիտի, որ սրա մարդն ում չի կարում հասնի, բոզի տղություն անեմ գործից ազատել ատալım։ Աբաս Հայկ Խաչատրյանի գրգեմ ձեր տուն։ Հանեք սիկտիրարեք ես բոզի տղուն։ Իսկ գեներալ Սանամյանին վի գվռնախոյի, որ փոխանակ զբաղվի բանակի ալան թալանով ու ասի մի րոպե խամփերանցը խեք բերեմ ասել դրե բանան թե ում կնիկը ինչա անեմ։ Հակա հետախուզությունը զբաղվում է դլոյով։ Դոժելի բլեց։ Գիզիրյան, ուրա, Ղարաբաղցի երևույթ։
Ուրեմն Թերլեմեզյան փողոցի վրա 2.1 Մալացիա Սեբաստիա համայնք վեր է խոհանում 14 հարգանի շենք այն որ ասում է ատարից մինչև եւ օֆը լրիվ ապուրինի լրիվ եւ հետարքիրը նայա որ այս շենքը մարդիկ առել են շենք որը որ կառուցված է 2008 թվից սարքում են կառուցված է անորակ ցեմենտը անորակ հիմա Գիզիրանս որոշել է շենքը սեփականաշնորի մեծարգո Սիսիի միջոցով Սիսին ասում են հիվանդա ընկելա կորոնա մի քանի օր գործի չպիտի գա տոլի պիտի գա եւ արդեն ինքը որոշել է բոզի տղեն որ մի քանի օր գործի չպիտի գա մտով կորոնա է դու գիտեի Ուրեմն Գիզիրանի կինը Ջերմուկի Արսենյան Աշոտի աղբոր աղջիկ գրի Անաստասի աղջիկ նույնինքը Ջերմուկի տնօրեն Սրա միջոցով ընկեր Գիզիրանը ուզում է շենքի փաստաթղթերը օրինականացնի մոտավորապես 350,000 ԱՄՆ դոլար մտնելու է Սիսիի կնգադլոյ օպերատիվ ինֆորմացիա ընկեր Անդո Թերլեմեզյան փողոցի 2.1 շենքը եթե սեփականաշնորհվել է այսինքն օրինականացվել է ես կթաղեմ օրինականացնողին էլ դադախազությանն էլ մնացածին էլ Հələ մեկը հարցնի Գիզիրան դու միլիցիա ես եղել վարչության պետ ես քեզ այդքան փող որտեղից գանդոն որ դու 14 հարգանի շենք ես գցել Պրիտոմ ապորինի ու Նիկոլ Փաշինյանը կոռուպցիայի եւ կաշառակերության դեմ պայքարամաղան սիրո համերաշխության հեղափոխություն այդ սերը ձեր տան մեջ միշտ էլ պակաս ա եղել բջերից հետ ոչ մեկը քոնը չի որովհետեւ եթե քո տան մեջ սեր լիներ դու այսօր սիրո հեղափոխություն չեր անի կնիկդ գրզոյի են Ռոբի գրիշ հաճտեմ ասեմ գրիշի եւ մյուսների հետ գլգլ չեր անի Գանդոն բա դու չես հարցնեմ գզիր 14 հարգանի շենքի մեջ 14 անգամ հարկ ես քեզ ծծցնեմ այս շենքը քեզ որտեղից որ հիմա էլ ուզում է քո վիկինգ քաղաքապետի միջոցով որ ատամներին նայեմ ես ոնց որ սղոց լնի Պիլա այս բոզի տղով փողը վեկարելա ու ուզում է սեփականաշնորհի ասի օրինականա ոնց որ մասիվի ունիվերսամը ոնց որ ավանի ունիվերսամը եւ այդպես շարունակ ոնց որ հա Նիկոլ զբաղվի Աբազյան զբաղվի դու ինձ ուզում ես ես պայթեմ բայց որ ես մի օր պայթա գնամ ես արգիշտի կողը ինձ շատ չափից դուր շատ ահազանգում են վարորդնի ասում են պարոն Ղուկասյան պլոնկեքը ես ուզում եմ մի հատ հայտարարեմ վարորդնիքի համար հարգելի վարորդներ Վարդան Ղուկասյանը իր անձնական մոտեցումը եւ կարծիքը ունի պլոնկեքի վրա ես կողմ եմ պլոնկեքին Եվ հանրային ձայնի իշխանության գալու դեպքում պլոնկեքի թեման փակվելու է ռաս ինավսիգդա Ով ինչ պլոնկա ուզում է թող խփի դեմի ապակուն չի խփեմ մնացածը ինչ ուզում է թող խփի ուզում է թոսարքի Սուզանավ ակուստիկայով կողնորոշվի ձախը որն է աչը որն է Պլոնկի թեման միանշանակ պիտի փակվի ռաս ինավսիգդա Բայց մենք ունենք մի մասնագետ, ով ուզում է բարձրաձայնի պլոնկի թեման հատուկ մեր վարորդների համար։ Ինչպես անել, որ պլոնկի թեմայով իշխանությանը ծծցնել։ Եկեք լսենք մասնագետի կարծիքը։
Ալո, բարև ձեզ, ես կխնդրեմ այդտեղ ես ոնց հասկացա դուք մեզ եք դիտում, ձայնը կամ կամացացնեք կամ հեռու գնաք էկրանի մոտից։ Արդեն անջատվեցի Ահա, ձայնը։ շնորհակալություն։ Ես զանգահարել եմ ձեզ կապված այդ մեքենաների պլոնկապատման հետ, միանգամից իմ կարծիքը հայտնեցի, որ ես կողմ եմ պլոնկեքին եւ իշխանության գալու դեպքում պլոնկեքի թեման փակվելու է раз и навсегда։ Բայց քանի որ այսօր Հայաստանի կառավարությունը ղզղնե ընկելա պլոնկեքի տաքսիստների հետևից եւ ուզում գումարներ գանձի դրանով պետական բյուջե, այդ իսկ պատճառով ես ուզում եմ մի երկու բառով դուք լուսաբանեք մեր վարորդներին, ոնց կարող են պաշտպանվել պետական տերորից։ Դուք եթերում եք։ Շատ բարի, դուք ճիշտ նկատեցիք, ես կառավարությունը անգելա խեղճ սոված ու կրակ ժողովրդի հետևից, որովհետեւ այս պլոնկեքով տուգանվում են որպես կանոն հիմնականում միջին եւ չունևոր խավը, այն ամենահարուստները, պրադոկշորները կամ այսինքն ящикներով մարդիկ շարունակում են պլոնկեք քշել ու 25000-ը իրանց սուսուփուս մոծում են, դա իրանց համար կոպեկ է։ Անցնում են առաջ, բայց մեզ են դիմում, ասենք, չգիտեմ, թոշակառուներ կամ ասենք գյուղացիներ, ովքեր միտք են բերում քաղաք վաճառելու եւ այլն, ու իրանց 25000-ի բեռը շատ ծանր է իրանց վրա, էլի։ Ես ինչքան էլ ձեր հետ համակարծիք չլինեմ պլոնկեքի լինել չլինելու հետ կապված, ամեն դեպքում հարգանքով եմ մոտենում բոլորի տեսակետին, բոլորի դիրքորոշմանը, ու ինքս էլ սեփական կարծիքը ունեմ, որ այդ պլոնկեքը լինեն թե չլինեն, ոնց լինի, էլի։ Լսում ենք։ Ուրեմն, իմ կարծիքով մեքենան բնակարանին հավասարեցված գույք որպես Զավադսկոյ, որ գալիս է պլոնկով, որևէ մի օրենք, իրավական ակտ, որևէ մի կառավարության որոշում, դիցուկ 955 են որոշում, իրավունք չունի մարդուն պարտավորեցնի, որ ինքը իր գույքի վիճակը վատ թարացնի։ Այսինքն օրենքը մարդասիրական է իր էությամբ ու չպետք է մարդու վիճակը վատ թարացնող օրենք լինի։ Թող մի հատ նենց խրախուսական նորմ սահմանեն, որ ով որ պլոնկեքը հանածա քշում, չգիտեմ, ես ինչ արտոնություններից է օգտվում եւ այլն, այսինքն դաղելու յուղելու մեխանիզմից յուղելը ընտրեն, էլ, այսինքն ասեն խրախուսում ենք ձեզ սա անեք, ոչ թե դա չանելու դեպքում տուգանվում եք, որովհետեւ երկրորդ տարբերակում հասարակությունը ոնց որ ընդվզում է դրանց դեմ, ասում է խես ինձ եւս մի ծանրաբեռնատվության տակ գցում։ Իսկ ոնց կարող է հասարակությունը վարորդը բողոքարկի այս անօրինական որոշումը, որով որ ինքը տուգանվում է։ Կան նման ձև։ Այո, իհարկե, շատ ապրեք այդ հարցի համար, որովհետև հազարավոր մարդկանց հետարքրում է, ոնց բողոքարկենք չմուծենք։ Ուրեմն բարեկային ծառայությունը հիմնականում տուգանում է 955N որոշման հիման վրա, որը բացում կարդում ես, գրած է տրանսպորտային միջոցի անսարքությունների պայմաններն են, որոնք սահմանվում են ՀՀ սահմանադրությամբ սահմանված չափերին, ՀՀ օրենսդրությամբ սահմանված չափերին։ Բացում ես, որ նայես այդ օրենսդրությամբ սահմանված չափերը, տալիս է 289N որոշումը, որը ուժը կորցրած է ճանաչե։ Այսինքն պարզագույն դիմումով, որ գոյություն չունի իրավական այնպիսի ակտ, որը թույլ կտալ տուգանել այս ինչ հիմքով։ Մի քիչ ավելի պարզ մեր վարորդներին կարող եք բացատրել ոչ իրավաբանական լեզվով, այլ փողոցային, գեղավարական, որովհետև մեր վարորդների մեծ մասը ցավոք սրտի զուրկ են բարձրագույն կրթությունից եւ ձեր ասածը կհասկանա մենակ այն մարդը, ով տենց բեսապ կրթվել է։ Մի քիչ ավելի պարզ բացատրեք, որ այդ մարդիկ հասկանան։ Ինչ կարան անեն։ Հիմա վարորդը տուգանվել է բարեկի կողմից մեքենայի վրա բանի համար, պլոնկի, ոնց կարա այդ արձանագրությունը մցնի բարեկի համապատասխան տեղը։ Շատ լավ, պաշտպանելով վարորդներին, որոնց մեծ մասը բարձրագույն կրթություն չունի, ասեմ, որ բարեկների մեծ մասն էլ բարձրագույն կրթություն չունի, ուսումնական կրթության ոստիկանի, որ զենք են տալի, դա մի քիչ սխալ է։ Հիմա վարորդներին հուշում, կառավարության վկայակոչած որոշմամբ ոչ մի ձև սահմանված չեն թույլատրելի չափեր։ Այն որ ասում են 70%-ը անցածական մուք չի, չկա տենց իրավական նորմ, որում դա նշված է։ Այսինքն վարորդը գրում է համաձայն չեմ իրավախախտման հետ, կամ թող գրի առարկում եմ, տուգանքը վերցնի, շոպրոնի 77 տանի, մցնի տուգանող բարեկի աչքը կամ որտեղը որ կուզի։ Շոպրոնի, մի րոպե, շոպրոնի 77-ը դա հասցե է։
Սոպրանի 77-ը բարեկային ծառայության գտնվելու վայրն է, որտեղ վերադասության բողոքները գրվում են։ Ահա։ Տանում անդեղ վերադասության բողոք է գրում, ասում է համաձայն չեմ իրավախախտման հետ, քանի որ որևէ իրավական նորմ, որով ինձ տուգանել եք, չկա։ Ահա։ Չկա նաև ապացույց, որ դուք իմ մեքենան ստուգա չափել եք ու ցուցադրել սահմանված չափի խախտում։ Ահա։ Որովհետև այդ չափումները իրանք անում են +15 աստիճանից ցածր եղանակային պայմաններում ու օրվա մութ ժամին։ Իսկ այդ սարքերը ՏՎ1100-ները իրանք չեն աշխատում այդ պայմաններում։ Հատուկ գոստ գոյություն ունի, ստանդարտներ կան, որոնց ժամանակ պետք է չափումն արվի։ Լավ, ինքը տարավ, քաղաքացին տարավ, գրեց այնտեղ, հետո ինչ հալնում քաղաքացու գրածի հետ։ Գրեց, ես համաձայն չեմ։ Հա, որպես կանոն, բարեկային ծառայությունը պատասխանատվությամբ ասում է կամ ակտը անվավեր է ճանաչված, այսինքն այո, քաղաքացի դուք ճիշտ եք, ձեզ սխալ ենք տուգանել, կներեք, տուգանքը հետ ենք վերցնում։ Բայց վերջերս սկսել են արդեն ուժի մեջ թողել տուգանքները, դրդելով քաղաքացինել գնալ վարչական դատարան։ Ահա։ Այսինքն ստիպում են, որ դու գնաս հայցադիմով վիճարկման հայց ներկայացնես դատարան։ Բայց այստեղ էլ ուրիշ խնդիր կա, պետական տուրքով է դատարան դիմելը։ Հայաստանի արդարադատության հերներից են անից է, որ արդարադատությունը վճարովի է դառը։ Անվճարունակ մարդը չի կարող գնա իր շահերը պաշտպանի։ Այսինքն որ քաղաքացին զզվի, հիասթափի այդ 25,000 դրամի համար չգնա չդիմի դատարան։ Իսկ լավ, սենց ասեմ, մենք ունենք քաղաքացիներ, որոնք գնացել են, դիմել են դատարան, վճիռը ստացել են, ոնց են որ բանը վճռաբեկ դատարանի վճռի նման վճիռ ունեն եւ այդ վճռով կարելի է առհասարակ այս օրենքը չեղել համարել ինչ որ մի ձևով, այսինքն դա պիտի չեղել համարի ազգային ժողովի բոմժերը, որոնք որ վերենանգած այնտեղ։ Կա ինչ որ նման մի վճիռ, որը որ կարա այդ հանդիսանա նախադեպային, այսպես ասած։ Շատ խելացի բան եք ասում ու շատ ակտուալ։ Դեռ նախադեպային որոշում չունենք, որովհետև Հայաստանում ռոմանա-գերմանական իրավական ընտանիքում նախադեպայինը միայն վճռաբեկ դատարանի որոշումն է, կամ սահմանադրական դատարանի որոշումն է։ Բայց եւ ընդ հասնելու համար տարիներ են պետք, որովհետև մինչեւ ներպետական բոլոր ացանները չսպառես, չգիտեմ, առաջի ես չեմ ասում գնալ հասել, մարդը գնացել է դիմել է առաջի ացանը չագուջը զարգել, ասել է բան պետությունը սխալ է, վերջ, քո գումարը վեկալ հետ։ Այդ գոնե մի հատ վճիռ մենք այտենց ունենք, որ ասենք ստեղ արդեն սխալ է պետությունը։ Այս օրենքը պիտի հանվի։ Ազգային ժողովի յեթի մեջ։ Բայց 100 հատով փոխարեն 100 հատ կա։ Բայց 100 հատ բան վճիռներով դուք փորձել եք դիմել ընդդիմադիր որևիցե մի падգամավորի, որ այդ հարց ազգային ժողովում բարձրացնի, ինչի քաղաքացիներին տուգանում, այ բոզի տղեկ։ Անկեղծ ասած, ես չեմ հավատում, որ կա անդիմադիր ինչ-որ падգամավոր, ինձ թվում է սաղ նույն թայֆեն են, դրա համար նրան դիմելը իմ մոտ հեռանկար չկա, էլի, որևէ մեկին դիմելուց։ Բայց այդ առաջի արձանի որոշ վճիռները իրանք նախադեպի ուժ չունեն։ Գիտեմ։ Ամենափոքր բարեկը իր անգրագետ խելքով կարող ասի, այդ իմ համար օրենք չի։ Կարող ասի, ինձ հետարքիր չի։ Նախկինինը իմ գործընկերոջ ակտը բեկանելից իմս ավելի լավն է, ես իրանից լավ տղա եմ։ Դե ուրեմն ես ոնց հասկանում եմ Հայաստանի քաղաքացիների մնում է համակերպվել էս բանը պետական terror-ի հետ, այնքան ժամանակ, քանի կա այս իշխանությունը իր նախկիներով եւ ներկաներով։ Գիտեք, ես ձեզ շատ ուշադիր եմ լսում ու ձեր հետ չեմ կարա չհամաձայնեմ, որ դուք ճիշտ եք, հայ ժողովուրդը դառել է շատ դուխաթափ, անտարբեր վախկոտ ու իրոք դառել է շատ թույլ, կուլ գնացող, քանի որ բոլոր ականջները կախտանում կամ տուգանքները մուծում են, կան պլոնկեքը պոկում են։ Ասենք 1000-ից 100-ն է գալիս բողոքարկում, իսկ բարեկները շատ լավ հասկանում են էդի, ասում են դե 1000-ից 100-ը կրվենք, մեկ 900 անգամ հաղթած ունենք ձեզ, հայ հասարակություն, հայեր։ Ես հասկացա ձեզ, շնորհակալություն, ասիկան քաղաքացիներ թող արձանագրի, որ ինքը դարել է տուգանքի մատերիալ եւ տուգանել, միայն տուգանել։ Ես նորից եմ ասում, որ ես կողմ եմ պլոնկեքին, որովհետև Հայաստանը ինքը արևոտ երկիր է, տարվա 200 օրից ավելին արև է, եւ արևի տակ բաց պատուհաններով առանց պլոնկա երթևեկելը իրոք խնդրահարույց է, նամանավանդ շատ շատերի համար։ Մի վարքյան ստեղ մենք ինչ-որ մի բան ստացանք։
բանը ուզում եմ նաև անդրադառնամ տաքսու վարորդներին, որոնք որ յուրաքանչյուր վիզվից կանչից, ինչ են ասում, պատվեր, յուրաքանչյուր պատվերից պիտի 2-ից 3% հարկ վճարեն, տուրք, եւ դա պիտի լինի ավտոմատ։ Ես չգիտեմ էլ ինչ ասեմ, այն դեպքում, երբ որ այս իշխանությունը իրոք բառիս ամենաբուն իմաստով ընկած է սոցիալապես անապահով խավի հետևից։ Միլիարդավոր դոլարներ բառիս ամենաբուն իմաստով ծասրած մարդիկ, օրինակ, վեգալ ենք, այնից հիմա թոլսեն տաքսիստները, վերցնենք Սերժի Վաչոն, հեռու չթանք, 22 միլիոն դոլարի հող, այդ ասում ենք, այն ինչ ասելա դատախազությունը, մենք չենք ասում են շուտ Վարդան Ղուկասյանն ասում, Վարդան Ղուկասյանը սխալ բան ասում, 22 միլիոն դոլարի հող ուներ միայն Սերժի Վաչոն, Երևան քաղաքի մի ռայոնում, որը կոչվում էր Մալացիա Սեբաստիա, մենակ մի ռայոնում, ըստ դատախազության բացահայտումների։ Հիմա այդ 22 միլիոն դոլարի հողը, եթե պետականացվում է կամ դրան համարժեք գումար վերցնում ես, դնում ես պետական բյուջե, էդի սաղ Երևան, ինչ Երևան, Հայաստանի տաքսիստները որով էլ բոմբ գցեն իրանց կանչերով, այդ կարգի եկամուտ չէին կարա բերեին տնեն բյուջե։ Բայց այդ 22 միլիոն դոլարը կորավ, չկա, արտաքին պարտք ենք վերցնում անընդհատ, մեծահարուստներին ծսնում ենք իբր թե հետ ենք բերում այդ փողերը, բայց մենք էլի փող չունենք։ Հայաստանի Հանրապետությունը միևնույնն է գումար չունի։ Ու աշը գցել է տաքսիստի 2-3%-ի վրան պատվերից։ Պլոնկեքի վրան գյուղացուն 20,000 դրամ ծսցնի փողը վեկալի ձեռից, որը մի կետ 412 Մոսկվիչով ապրանքը բարձած, բերում է Երևան ծախի գնա հետ։ Այդ նույն գյուղացուն, ով Նիկոլի դեմը գարամորթը, քակս թոմորթի, ասում է տավարա։ Տուգանք, այ ես մեռացուց տալով փողերի տեղը, հա, նույն ասենք, որ ճիշտ հարկման պրոցես գոյություն չունի, մեռնիսաժա, գետանցումներ են, են, մարդը ավտո պագրիշկ են կանգնումա գծի վրեն, են հետյոտնի, տուգանքը տնում են մեջը, աբսուրդ, դեմ եմ, այո, Երևան քաղաքը պիտի ունենա արագաչափ, դա նորմալ է, բայց այս կամերաների ռեկետը, որը որ էլի դրած է քաղաքացու վզին, դա աբսուրդ է։ Բակո Սահակյանի կյաժ մի շայա ինչ խերրի գլող, հա, 300 միլիոն դոլարով Հայաստանում ֆրֆռ մասավ, մասիվ նարավ, առը քեզ ապօրինի գումար, բռնագանձի եղբայր։ Ոչ։ Ինչի մենք պիտի օլիգարխիայի հետ դառնանք վատամարդ, եթե կա խիար քաղաքացին, ով ընտրության ժամանակ չի բարեհաճում, որը տեղից պոկի գնա ընտրատեղամաս, ձայն տա Վարդան Ղուկասյանին ու գատու, չասում է, կամ կուլտուրական մարդկանց են ձեն տալում, Հայկ Մարության եւ այլն, դրանք ես կուլտուրական ծսցնում են, օրինակ, կուլտուրական ծսցնելու դեպք, Գեղարքունիքի մարզ, գյուղ Զոլաքար, Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, երբ գնաց է, մի րոպե, մի 2 ամիս առաջ, 2 ամիս, 3 ամիս, ես սա այն մոտ նշեմ, որ վաղը Երևանն է խոսում է, որ պետքա ծսցնել։ Հելավ գնաց գյուղ Զոլաքար մանկապարտեզի բացում արեց 120 երեխու համար, ամիսներ առաջ։ Գնաց, մտավ, նկարվավ, հմեկը նկարեց, գցեց, այն նույն հմեկը, որը որ բերթերի ջրի հարցներ նկարե, որ ջուրը կալանավորի կամ դատապարտալի համար այլևս քաշ չէ, ինչքան ջուր ուզում եք, առաքեք, էլ էլ մինչև 6 ամիս անց արդեն ռեպորտաժից միևնույնն է ջուրը քաշ է, հիմա ամիսներ առաջ ընկեր Զոլաքարցիք,
Ընկեր Գեղարքունիքի մարզի բնակիչներ, ուրա Գեղարքունիքի մարզպետը, ոտքի խեր։ Եկելա վարչապետ կոչված սպերմատազոիդը բացելա մնգո 120 երեխու համար։ Հիմա հարց, մնգոն ուրա։ Մնգոն չի գործեմ, զոլակարցիկ զանգամ ասում են մեկ մեր երեխեքին տանը մեկ մնգո, կամ բանը Մարտունի, կամ կողքի գյուղերը։ Մնգոն չկա, մնգոն փակի, ինչի է փակ։ Բացումներ, սրա պատասխանը ով է տալու, այսինքն սա դարել է ընդեղ սոլական երևույթ։ Բանը զոմբի մասայի համար նկարվում է, չխկ, մթոմիկը մնգո բացեց, ոտը քաշն պրծնում է, մնգո փակում ասում են, չկա, վերջ, դավայ, սիկտիր, փակա, գրացեք, կանցերտ закончен, մնգոն ուրա, պարոն Փաշինյան, գնացել ես մնգո ես բացե, մնգոյի մեջ դագաղը տնեմ, մնգոն ուրա, Գեղարքունիքի մարզ, Գեղարքունիքի մարզպետ, մնգոն ուրա, ուրա մնգո, չկա մնգո, մաղը Երևան է խոսումով ես զանգելու եմ և հարցնելու եմ ուրա մնգոն, վայն եկավ տարավ, մնգոն չելավ։ Մյուսը այդ նույն Գեղարքունիքի մարզից Վահակ Դավթյան, են որ շների գործով բռնել էին, բաց են թողե, գուլայ դուշա, են որ հելել էր մարդուն օգնական էր, ինչ խրը գլող էր, շուներ գյուլ է, ինչ էր արե, բաց են թողե, մարդը մարդունատենդերների մեջ կա, մաքսազերծման մեջ կա, էտա մարդունապարեկներն հուրին բեզակալոնկիցա զապրավկա կենեն, էտա վառելիքն, Всё, արտրադատություն իրականացվեց, տարան մի ամիս նստսին, ասին տղաջան, հերի ֆֆրա։ Վահակ Դավթյանին ծսցնի ամբողջ Մարտունին, Մարտունու քաղաքապետին էլ ես վաղը կծսցնեմ, վաղը զանգելու եմ, ինձ հետաքրքիր է Մարտունու քաղաքապետը տեղում է լինելու, թե ոչ։ Են որոշակի մարդիկ մտադիր էին ինձևան էին, որ Երևան է խոսում էլը փագվեր, էլի, ասենք դե բան է, քաղաքապետանը հեռախոս չի վեկալեմ կփագվեն, բայց մենք ավելի գազազանք, հիմա էլ անցանք ամբողջ մարզերով մեկ։ Ուրեմն ես որոշել էի չանադառնալ, բայց մի հատ շատ բարձ բան, գրզո։ Ուրեմն այդ սպիդով հիվանդ բոզի տղեն, որ քո աշխատողն է, գնելիք։ Այ, չգիտեմ ինչի ղզղնել է հանրային ձայնի առնանդամից է կախվում, իմ չգիտեմ հանրային ձայն լսողներին է բան ասում, 5000-ից ավել մարդ լսում է հիմա մենակ ստեղով, հանրային ձայն դե յութուբերով է եթում եւ այլն։ Ինչքան մարդ կա ծսցնի գնելիքի կնգան։ Բայց ամենահետաքրքիրը նա է, որ գնելիքը ունի աղբեր։ Դավիթ Նորայրի Սարգսյան 170182 թվականի վիպուսկ։ Հետաքրքիր է, որ այստեղ են տոլի կա, տոլի չկա, տոլի սատկել է, տոլի չի սատկե, բայց գնելիքն դիմել է դատարան երկու անգամ, իր իսկ ԿՊ-ի դատարանները 05-10-2023 թվականին և 02-11-2023 թվականին պահանջելով դատարանից, որ իա սեփական աղբորը ճանաչեն մեռած։ Երկու դատարաններն էլ ասել են գնանք ու լավի բերանը ախտահանենք։ Հիմա ես ուղղակի ուզում հասկանամ, պարոն Աբազյան, ոչ այս տղայի վերաբերյալ հետախուզում կա, ոչ որպես դիակի ինչից ելնելով է սեփական աղբերը, սեփական աղբոր վրով դիմում դատարան, ասում է ճանաչեք իմ աղբորը մեռած։ Դատարանն էլ ասում է խոմ դու բոզի տղա չես, այ բոզի տղա։ Այս մարդը հետախուզում տված չի, մեռալ չի, ինչ ես ուզում, մենք մարդուն ասենք մեռերա, բա որ մի տեղից հարություն առերա, մենք ինչ անենք։ Գրզո, եթե մի անգամ էլ դու սրան քսի ես տվե քո պատկերացումով ին վրա, գնելիքը դեմից ծսնելու է Իվետ Ամուկուչյանիդ, ես գիտեմ, որ դու Իվետ Ամուկուչյանին սիրում, գուրգուրում, պրոստը ուզում եմ ես մի բան հասկանամ, քո
կոմպլեկցիան թույլ չի տալի, որ դու քո սեփական առնանդամը տենաս։ Ինձ հետաքրքիր է, իվետա մուկուչանն է քեզ նկարագրում քո առնանդամի վիճակը, թե դու օգտվում ես հայլուց։ Բայց ես խոշորացուց, խոշորակ Халин дնում ես մի քիչ են կողմ, ասում ես зеркальце, скажи, да всю правду доложи. Ալատ մանիշ мне в ответ. Эд вот она որ նոնսերես։ Դե ուրեմն որպեսի ես Халин, այն որ դու դնում ես նայում ես քո առնանդամին ելի կայնող։ Ես չվեգալ եմ եւ չսարքեմ գինեկոլոգическое зеркало ու չկողեմ քո կնգադալոյ։ Էդի գիտես, իմ մոտ էդի լավ աստացվեմ։ Գնելիքիդ, եթե մի անգամ էլ քսի ես տվել, այսենց հավայի իմ վրան, էտա գնելիք իա սպիդով, սիֆիլիզով հիվանդ առնանդամ մցնելու է քո կնգադալոյ։ Ու չհանի։ Մի հատ էլ տապանակար եմ խփելու կնգատ արգանդամուտքի մոտ, ձեզ բիլ գնելիք, ու տենց էլ մնա։ Իմիջալոց, նորություն։ Արմավիր քրակատարողական հիմնարկի հետ կապված են, որ ասում է դու չի զգուշայուցա։ Պետին ուզում են հանեն, հա, քրիստիկ։ Եկնային գրասենյակն ինչ ասա։ Չգիտեմ, բայց եկնային գրասենյակ հուշում է, որ բանը հունվարի 1-ից անուշ ապերների ապրելակերպը քրակատարողական հիմնարկներում վատթարանալու է։ Չգիտեմ ինչքանով է ճիշտ, բայց արմավիր քրակատարողական հիմնարկի պետի արկածներին կամ հանել չհանելուն մենք անդրադառնանք ավելի մանրամասն հաջորդ եթերի ժամանակ։ Ալա մի րոպե։ Battery 100%. Connected to Galaxy S22 Ultra. Բաժանորդի հեռախոսն անջատված է կամ գտնվում է ռադիոծածկույթից դուրս։ Մենք որոշել ենք զանգել Նորիկ Ղուկասյանին, Բաժանորդի հեռախոսն անջատված է։ Կզնակ հիմնադրամի տնօրեն, մի թալանչի բոզի տղու, ով նախկին ՀՀՇ, ՀՅԴ, ՀՀԿ եւ այլն, իմ Telegram կանալում ես տեղադրել եմ մի լուսանկար, որտեղ դպրոց է եւ աշակերտները նստած են երեքով։ Հիմա ես կզնակ այն խերրի գլոխ է, բոզի տղեն որոշել է, այս բոլոնյան ծրագիրը մցերին դպրոցները շինեցին բերդ 12 տարի, հիմա էլ որոշում են, որ դպրոցներում պիտի աշակերտները նստեն 3-3, մթոմ 2-2 շատ օժարենք, հիմա էլ 3-3, ես պատկերացնում եմ մեջտեղի աշակերտի վիճակը։ Այս ասեմ, չէ, սրանք ավիրելով գնում են այս բոզի տղեկը։ Ես հետաքրքրված եմ, ես կրթության ազգային ինստիտուտի ղախպի տղեն ով է, ինչ-որ ես որ մի գեղից, այս Նորիկ Ղուկասյանը վերահսկիչ պալատը գլխավոր դատախազություն էր ուղարկել սրա կողմից թույլ տված բազմաթիվ չարաշահումներ, 149 միլիոն դրամ, 40 միլիոն դրամ, $100,000, $23,000 բոզի տղեն 2014-15 թվին տարելա օջախ ռեստորան Բոլոնյան ծրագրի ղեկավար կազմին պատիվ տվել $23,000 այն թվերին, այ ղախպի տղա ես ինչ ես արել, ու այսօր այս մարդը շարունակում է զբաղվել կրթական բարե փոխումներով, ուրա սրա դեմքը կա, մի րոպե։ Մեզ այդ ուղարկում են վարշական դատարանի վճիռ ունենք, որով անվավեր է ճանաչել պլոնկաների ակտը, ոստիկանությունը բողոքի բերել վերաքննիչը շուտով կլսի, թոլսի։ Ուրա սրա դեմքն եմ ուզում գտնեմ, հեսա։ Դեմքին նայում ես, վրից երևում է արդեն բոզի տղա։ Դեմքը գցում եմ Telegram կանալ։ Ուրեմն նախ այդ Բոլոնյան ծրագրին, ես ուզում եմ ասեմ, որ ես դեմ եմ Բոլոնյան ծրագրին,
եւ դպրոցը պիտի լինի 10-ամյա, ինչպես եղել է սովետական միության ժամանակ։ Մենք ավարտել ենք 10-րդ դասարան, մենք շատ գոհ ենք, որ ավարտել ենք 10 ու պիտի լինի 10, 12 տարի դպրոց ուղարկելը որն է, այստեղ մի րոպե գրենք փոքրատառով, սարժանի չի մեծատառի։ Նորիկ Գուկասյան, այստեղ գրենք Բոզի տղա, որպեսզի ժողովուրդը ճանաչի։ Դեմքը դրացա, ես ուզում եի զանգի, մի երկու հարց տայի, բայց խնդրեմ մարդը հաղորդման սկզբից լսելա, որ հանրային ձայներեն անդրադառնում է, հեռախոսն անջատել։ Ինձ ուղղակի հետաքրքիր է, ես մի հատ ուզում եմ հարցում անեմ, մեր աուդիտորիայից 5000-ից ավել մարդ նայում է։ Բանը վերաքնիչ վճռաբեկ չէ։ Ես մի հատ ուզում հարց տամ, սիրելի ժողովուրդ, արդյոք կամ սիրելի ծնողներ, դուք կողմ կլինեք, եթե հանրային ձայնը վերացնի 12-ամյա կրթությունը, հետ վերադարձնի 10-ամյա կրթությունը, սովետական միության ծրագրով, դասաժամերով, կրթաժամերով, որով որ մենք դուք ավարտել ենք, եթե կողմեք, խնդրում եմ դրեք պլյուս, եթե դեմ եք, որ ուզում եք մնա 12-ամյա կրթություն, խնդրում եմ դնել մինուս, եկեք 1 րոպե ընդամենը ժամանակ գողանանք, ինձ հետաքրքիր է, ժողովուրդը կողմ է 10-ամյա կրթությանը, թե ոչ։ Եթե կողմ եք, խնդրում եմ գրեք այո կամ դրեք բանը պլյուս, որովհետև 12-ամյա կրթությունը կատեգորիկ ոչ մի լավ բան չի տվե եւ չի էլ տա, դպրոցն է վերածելով բերթի։ Նայում ենք, ուղղակի ես ինձ հետաքրքիր է։ Ազգի մեծամասնությունը ես միայն տենում եմ այո կամ բանը պլյուս, ուրեմն բայց ես բոզի թողությունը ինչի բերին փատին այս երեխեքի գլխին։ 12 տարի։ Թե ինչա չես հասկանում։ Բոլոնյանցը ինչ կապ ունի ստե բոլոնը։ Ստե մեկ մի հատ զանգ ունենք։ Դուք դրեք, քվեարկությունը ես նայում եմ, քանի մեկ զանգում ենք։ Connected to Galaxy S22 Ultra. Մենք դեռ հետևում ենք, էլի զանգում, ինձ հետաքրքիր է։ Call ended. Որպեսզի վաղը մյուսօր ազգային ժողով մտնելու ժամանակ հենց այս հարցը բարձրաձայնվի եւ վերջդրվի Բոլոնյան ծրագրին։ Բալեյանի տրուկ, հա։ Ավակ դպրոց պիտի վերանա, դպրոցը լինում է միջնակարգ, մարդը ընդունվավ առաջի դասարան, ավարտում է 10-րդ դասարանը, միևնույն դպրոցում։ Ալո։ Ալո։ Call ended. Ոնց որ այն ժամանակ է բնը, ոչ թե մինչև 8 մի տեղա գնամ, 8-ից են կոմ մի տեղա այդ հմ։ Դրանից հետո մի տեղա այդ հմ։ Call ended. Բոզի տղություն։ This is test message from our server. Չելում կապնվել ընկեր Call ended. Անուշի հետ։ Так, լավ, սա էլ մնաց, այս մի թեման էլ մնաց, մենք զանգահարում ենք, չհաջողվեց, սա ասենց նշում կանենք, վաղը կփորձենք, Երևանն է խոսում ծրագրով կապ հաստատել։ Քանի որ գնաց խոսք դպրոցից երեխաներ, աշակերտներ եւ այլն, ես ուզում եմ
մի երկու sense բարով զրուցել մեր դպրոցականների հետ հարգելի դպրոցականներ տղաներ եւ աղջիկներ խնդրում եմ նստեք ես հեսա անդրադառնալու եմ մի թեմայի եւ այստեղ մենք ունենք ձեր օգնության կարիքը սիրելի բալիկներ ձեզ հետ ձեր դպրոցում կամ մանկապարտեզում եւ մանկապարտեզը վերցնենք եւ դպրոց բայց հիմնականում դպրոցում սովորում են տարբեր երեխաներ որոնք դուրս են եկել տարբեր ընտանիքներից մեկի papan ինժեներ է մյուսի մաման դաշնակահարուհի մեկի հայրիկը դատախազ է մյուսի հայրիկը քննիչ եւ այդպես շարունակ օրինակ այսօր մենք զրուցելու ենք քննիչ քնչական կոմիտեի Երևան քաղաքի վարչության քնչականի պետի տեղակալ Կարապետյան Էդուարդի մասին նստած է ահա այս բոզի տղան քաջազնունու մասին ճիշտ է քաջազնունին երեխաներ դպրոցական չունի ոչ էլ մանկապարտեզի քաջազնունին վերջերս ունեցել է երկու զույգ ինչպես կասեր մեր հարևան Զոյան զույգ դնեմ լակիրովնի դագաղը երեխեքիդ խերը չտենաս եթե աղջիկ են մեծանան լեսբո եթե տղա են մեծանան տրանսվիստիտ ոչ թե գեյ էտի քո համար կլինի ասպետ տրանսվիստիտ որ չկարողանան հասկանան ունենա կրծքեր եւ ունենա առնանդամ չկարողանան հասկանան սա աղջիկ է թե տղա է գումարած դրան երկու դեպքում էլ տղա է մեծանում թե աղջիկ մեծանան նարկոման խումարբազ չպիտի մեռնեն երկար կյանք ունենան պապա բառը շուրթերի չպիտի դուրս գա որովհետեւ քաջազնունի բոզի տղեն փդելու է բերթում ես դա խոստանում եմ դպրոց է գնում նաեւ Արգիշ Քարամյանի երեխաները ինչպես նաեւ Ազատուհու Ունde ուսումնկարողանում են արդեն բուհեր եւ այլ ընդհանուր ինձ թող լսեն նաեւ ուսանողները որովհետեւ վերջին ժամանակներում ես մեծ տենդենս եմ տենում իմ Instagram-յան էջի վրա բաժանորդագրվում են հիմնականում պատանիներ, դեռահասներ, աղջիկներ, տղաներ, ուսանողնիքը Հիմա մոտենում ենք թեմային Ուրեմն ինչպես նաեւ քննիչ Թաթոյան Լևոն քո քննիչն է Թաթոյան Լևոնը եւս երեխաներ ունի բայց փոքր են նրանք դեռ փոքր են Հիմա շատերը կասեն Վարդան Ղուկասյան այս ինչ ես ասում երեխաները մեղավոր չեն Ներողություն Ուրեմն ոչ ես համաձայն չեմ Պտուղը ծառից հեռու չի գնում մենք լսել ենք նման արտահայտություն Հայրը մայրը կամ ծնողները կրում են պետք է հասկանան որ իրենց գործողությունների արդյունքում Անմիջական պատասխանատվություն են կրում նաև իրենց երեխաները ճիշտ է ես Ստալին սիրում եմ Ստալին ասում էր отцы не в ответе за сыновей но тут не тот случай по-любому երեխան պիտի պատասխան տալ ծնողի կերած քաքերի համար որովհետև ծնողը այդ քաքերը կերելա իա երեխու համար որ երեխեն հագնի ավելի թանկանոց կուրտկա որ երեխեն ունենա ավտո որ երեխեն ունենա կվարտիրա եւ այլն հիմա տեսեք Կարապետյան Էդուարդի կամ Արգիշ Քարամյանի կամ Ազատուհու երեխաները ովքեր որ գալիս են դպրոց կամ բու ով է Ազատուհին հիմա կասեն Ազատը Քնչականի պետի տեղակալ պիտի ասեն ինչ եք դες բան ասում Ես ինշալլա ներողություն Ուրեմն Ազատը ես չգիտեմ Ազատի կնիգը այդ Լենագանցի 58 թաղամասի բոզի տղեն դրա կնիգը գիտի թե չգիտի որ իր ամուսինը պեդոֆիլ է Իր ամուսինը դադախազությունում աշխատած ժամանակ 17-16 տարեկան աղջիկ երեխեքի է դոմփելի եւ դրա համար դադախազությունից իան դուրս շպրտելի իսկ քանի որ Արգիշ Քարամյանն էլ իզրաշեն բոզի տղայա բերեց Ազատուհուն մոտը որ Ազատուհին շատ հարցերում Եվրոպայի մարտեցի մարտխոշտանգի մարտոկիտա եւ այլ այսինքն այսօրվա մեր դպրոցական բուհերում սովորող մանկապարտեզ գնացող բալիկների կողքին նստած է Ազատուհու կամ Ազատի երեխան աղջիկը կամ տղան կողքի նստող աշակերտը ուշադրի լսիր ինձ բալիկ ջան դու պիտի հասկանաս որ քո կողքի նստած աղջկա կամ տղայի papan pedofile
նա երեխաներ է բռնաբարել, նա երեխաներ է դոմփել, նա մարդկանց է խոշտանգել։ Նույնը Արգիշ Քարամյանի բալիկները, որ գնում են դպրոց կամ մնգո, հարգելի փոքրիկ, դու պիտի իմանաս, որ Արգիշ Քարամյանը ինքը նախ չունի պապա, այ որ հարցնես քո համադասարանցում կամ մանկապարտեզի խմբի աղջկան կամ տղային ասես Պապիկիդ անունը ինչ է, չի կարող ասել պապիկի անունը ինչ է, որովհետև Արգիշ Քարամյանին, երբ որ լրագրողը հարցնում է ձեր հայրն ով է, ինքն ասում է իմ մաման բեղնավորվել է Սուրբ Հոգուց, իմ մաման չունենալ ամուսին, կոլբայով է սպերմատոզոիդը լցվե էտա դլոյ։ Հասկանում ես բալիկ ջան, այսինքն այս մարդը դաժե պրիզնա չի գալի իա գյոտ տերտեր հորը։ Հիմա սրանից բացի, այս մարդիկ խոշտանգողներ են, այս մարդիկ հանցագործներ են, ինչքան են որ հակնամա գալստուկ։ 91 թվականի ծնված Էրեգվա Լակոտը ղեկավարը մա քնչական կոմիտե, մարդկանց հացեցım, մարդկանց հատոկի տալի, մարդկանց լուսամուտներից դուր շպրտամ, վերջում ասում է իանյան թրավ լեցած ուտքի, հասկանում ես, բացի դա բալիկ ջան, այսօր բերթերում հանրային ձայնից կան բազմաթիվ մարդիկ, ովքեր նստած են քերակատարողական հիմնարկներում, բանտերում, նստած են նրա համար, որ իրանք ոչ մի հանցագործություն չեն կատարել, բուն հանցագործները դրսում են, հոկտեմբերի 27, մարտի 1, Ռոբիկ, Սերժիկ եւ ումը դուք գիտեք, սիրելի բալիկներ, իսկ անմեղ տղաներ 25 տարեկան, 23, 24 եւ այլն գտնում են բանտերում զուտ նրա համար, որ խոսքի օրինակ խոսել են Վարդան Ղուկասյանի հետ, կամ ինչ-որ մի հատ բան նկարի վրա գել են բոզի տղա եւ ուղարկել են ինձ եւ 6 ամիս, 8 ամիս մարդիկ բանտերում են, իսկ այդ տղաները ունեն մայրիկ, հիվանդ մայրիկ, իսկ իրանց մայրիկները ապրում են մենակ, միակ խնամակալը իրենց տղաներ գտնվում է Բերթում, մալը տավո տղային խոշտանգել են քնչական կոմիտեում, ծեծել են, տոկ են տվել, օրինակ Կարապետյան Էդուարդը, ով վերջերս մտել է քո հիմնարկ, ընկեր Աբազ, ու եղել է առերեսում իմ տարբեր մարդկանց հետ, բայց հետարքել նա է, որ քննիչ Թաթոյան Լևոնը քո քննիչներն են ինձ ասում, Կարապետյան Էդուարդի հետ, այսինքն գործով անցնող կասկածյալի հետ գնում է կոֆեյա խմում։ Հիմա ես այստեղ պիտի հարց տամ, որքանով է օբյեկտիվ լինելու քո քննիչը, որ մեղադրվող Կարապետյան Էդուարդին, ով մարդածեց է, մարդատոկի տվե, գնում է այս պոռնիկի լաբուգի հետ կոֆեյա խմում քո քննիչ Թաթոյան Լևոնը, Աբազ, չտա Աստված քո քննիչը, որոշում կայացնի, ոչ խոշտանգում չի եղել, կամ անբավարար ապացույցներ կամ Աբազ, դու կզղջաս, որ դու ծնվել ես, արգիշտին տես քեզ խղճա, դու կզղջ, ես քեզ խոսք եմ տալի, քո կնիկը քեզանից կբաժանվի, քո երեխեքը փողոց դուրս չեն գա, ես քեզ խոսք եմ տալի, իսկ քննիչ Թաթոյան Լևոնին ասում եմ, դու ուրիշի հետ, ուրիշ կոֆե խմելու նապարնիկ չունեիր, գանդոն, մարդը մեղադրվում է մարդկանց ծեծելու, խոշտանգելու, տոկի տալու, քրֆելու, ասում է Վարդան Ղուկասյանը ընտանիք է քրֆե, մամայի ծծծնի Վարդան Ղուկասյանը, վեկալ զանգի Վարդան Ղուկասյանին, համարս ունես, Էդուարդ Կարապետյան, էֆիրն է թմա, հենց հիմա վեկալ զանգի, վեկալ զանգի ասա ընձի խի ես ընտանիք քրֆեմը, չի բես իմ երեխուն նսեմացնեմ, բատան պապա ես, պորրիկի ծնունդ, դու խնդիր ունես Վարդան Ղուկասյանի հետ, զանգի Վարդան Ղուկասյանը ձեզ գրմո, Վարդան Ղուկասյանը ձեզ զանգմո, Վարդան Ղուկասյանը մեյլ աղրգմ, ասում եք չի, էսի ինքը չի, վիդեո եմ գրկամացնեմ, ես մեյլից ես եմ քեզ գրգմ, ծծես դու ինձ ծծես, պատասխանի, ստաժե սուդը պերևոտ, էլի ասում են չէ, էդ ինքը չի, ատենց մարդ գոյություն չունի, վերջ, բա ուրիշին խես ասում Վարդան Ղուկասյանը մեզ ընտանիք է քրֆում, լավ անեմ, ընտանիքի հայրես կնգատ ծծծնի սաղ քերակատարողական հիմնարկը, հենց հիմա, ուրա, Արշանտի չես, Ռուզիկ,
Հենց հիմա զանգը մեզ քերակատարողական հիմնարկ լրիվ կալանավորնի ու դատապարտալնի կլուշնիկներով հանդերձ կանի միացտեղ նենց երաշտություն է պետք որ այդ պարի հայկականա հայկական պիտի այս պահը մենակ դրանով պիտի ներկայացվի Galaxy S22 Ultra. մեր անուշ ապերնիքը հայկական են այս ռաբիզոտ բանա պետք կթա My name is Spencer Russell, and because of TikTok, I'm reaching millions of Ոնց եմ fans who want to use their talent. զանգի ուղեկցող գումարտակ իշքան ուազիկ ավտոբուս կա լրիվ իշտում են քերակատարողական դոսիկտիր եղե ոչ եմ քերակատարողական հիմնարկների մոտ լրիվ դատապարտալներին կալանավորներին այսօրվա կլուշնիկներին լրիվին լցում են ուղեկցող գումարտակի ուազիկները ու լրիվ շարժվում են Կարապետյան Էդուարդ Տենստուն, Արգիշ Տենստուն, Ազատ Տենստուն, Քաջազնունու տուն։ Ուրեմն որ դատապարտյալի ու կալանավորի ծննդյան օրն այսօր ինքը առաջինը պիտի ծածցնի։ Հա, գումարած դրան, որ դատապարտյալի ու կալանավորի վրեն կա վասմեկանիշնի, ինքը 8 անգամ պիտի ծածցնի։ Ահա այս երաշտության տակ Իշքան դատապարտյալ կալանավոր կլուշնիկա յարետ միասին համահունչ նստում են ուազիկները վրեն գրած ուղեկցող գումարտակ կունգերը ու սրանց տներով դու բոզի տղա Կարապետյան Էդուարդ պիտի տղամարդ ես զանգի հիմա համարս ունեցված ասա ինչ ես ուզում իմ ընտանիքից կնգա չոքսնում են ու ասում են ներիր ինձ բայց քուրես քեզ պիտի ծծացնենք Այս երկի տակ զանգի ու տղամարդ ես ասա ինչ ես ուզում մի թաքնվի պագոնի տակ բոզի տղա արմեշիկ դուրա արմեշիկ է կոչեք արմեշիկ դեպտեցա այս երկի տակ Այ ների ասում են ու կնգալ դխից բրացը ծստում են ների Տախաս խերրերը կողել կնալիքիտ բերան ու չհանեն, բայց ենքալ կթասիր ջետլմենն են, որ ասեն ներիր ու խեղտեն, հումանիտար մինետ, բոզի տղեք, ասում ընտանիք հակրվել, բայց տղամարդ ես, վեկալ զանգի հիմա վացապնել ունես, բոզի տղա, լաբավո, Ինչի ես թաքնվե պագոնի տակ, ինչի եք թաքնվեմ քնչական կոմիտեի պատերի հետևը ու մարդկան շակատագրի հետ խաղում։ Այսենց, լրիվ, ում վրա էլ կա վասմիկանեշիկ, էդի պիտի 8 փորձ ծծնի։ Մաղթում ենք բարձր տրամադրություն, քերակատարողական հիմնարկներում գտնվող մեր բոլոր անուշ շապերներին և այսօրվա հերթափոխին։ Դու կնացի քնչական կոմիտեի ղեկավար կազմիտուն, բոզի ու գյոթի։ Այս գեղեցիկ երաշտության տակ։ Ես արմենչիկ չեմ սիրեմ, բայց էսի միտս եկավ։ Ես արդեն պատկերացնում եմ։ Առանց ներել, ծսրեք բեզ բոժնի։ Բոզի տղեք։ Իսկ Թաթոյան Լևոնին ես գուշացնում եմ, այսես կգան քոտուն։ Արմենշիկից բռնած։ Եթե չտասնված ավազու քոտուն, եթե հանկարծ տուժողների մասով գործը կարճվել է։ Այսես գալու են ձեր տուն։ Էստեն պիտակ համ ծծսներ համասեն ներիր։ Կայֆի արդյունք Բոզի տղա մարդադարը ասմա ընձի ընտանիք հակրվը Համերս գիտես զանգի Ետ հերա զանգի ասխես ընձի կրվը Իզ ես ուզում եմ որ էդ դբրոցական բալիգները և ուսանողները
Իմանան, որ իրանց կողքի նստած տղան եւ աղջիկը ահա այս դինաստիայի բոզի տղության շարունակությունն են։ Բոզի տղության, ու ասեն քո պապան բոզի տղա է, բալիկ ջան։ Մամատ էլ ների տակ ծածամա։ Դեղգեք դբրոց։ Թաթույան Լևոնին վերջի նախազգուշացումը։ Մենք խոսել էինք Գագիկ Ծառուգագո թաղեմ քեզ նախաձեռնած տապալված սերական ինչ-որ վանդալիզմի մասին, որ ուզում էին ծծցնեին Ֆիոնայ։ Հիշում եք։ Ես դիտավորյալ թեմա գծեցի, ասի սպասեմ տենամ հələ ինչ որ մի մամուլ տպելու է։ Սվոտկա գնալու է, որ Գագոն ուզեցել է ծծցնել տա, նկարել տա Նիկոլ Փաշինյանի աղջկան։ Ֆիոնայ։ Մենք ոչ անուն տվինք, ոչ ազգանուն տվինք, ոչ մեկնաբանինք եւ այլն, ասենք ֆիթնես տրեյներ, բան, դեզդեն եւ այլն, բայց իհարկե մի քիչ աղավաղելով։ Ես որոշեցի մի քանի օր լռելուց հետո վերջապես բարձրաձայնել, ով է այդ անուշ ապերը, ճանաչում է արդյոք Ֆիոնան այդ անուշ ապերին, ով է ինչացույա։ Ասեք։ Ուրեմն տվյալ ворցը, ով պիտի ծծցներ էտա Ֆիոնայ եւ բարոյազրկեր Շախրիկյան Էդգար Մովսեսին առաջին հայացքից ոչ մի բան չի ասում ացականը Էրիկ նույնպես հայտնի ամիջավայրով մուսկուլնի արտադրված 15/02/92 թվական բնակվող Վերին Շնգավի 10-րդ փողոց 25 տուն գտնվում է Բելգիայում Նիկոլի Զեկուսյանը ասել էին չկա Գնացել է, չի գնացել, ման են գալում, չեն գտնում։ Ասի լավ, դու յանց ասածով էլի, միգուցե մեռել է։ Հիմա ինգեր Շախրիկյան Էդգար Մովսեսովիչը ըստ իր Instagram-յան էջում տեղադրված նկարների գտնվում է Էտո Բելգիայ։ Վարելա 55 ԵԴ 555 սպիտակ գույնի BMW, նույն ինքը Կոնգ գիշերային ակումբի սեփականատեր ունի բավականին հարուստ կրիմինալ անցյալ 09-12-2010 թվականին լինելով 17 տարեկան լակոտ ապօրինի զենքով կրակել էր մի երիտասարդի պատճառելով հրազենային վնասված դատապարտվել 3+4 այսինքն իտոգո 7 տարվա ազատազրկման բայց անգամ 7 րոպե չգտնվեց ճաղերի ետևում համաներումով ասեցին ներիր ու գնա Դրանից հետո 01-11-2018 թվականին Մաֆան ելքով վրաերտ DTP 03NN050 Porsche Cayenne մեքենայով տվերա մարդը մեռելա ինքն էլ չդատվերա 2018 թիվ հեղափոխական Հայաստան Ես ուզում եմ հիմա շատերը կասեն միգուցե Վարդան Ղուկասյան խփում Էտա Ֆիոնայ չճանաչում էտա Էդգար Ինչևից է, եկեք գցեք մի հատ տեսանյութ, որը որ շրջանառվել է ժամանակին համացանցով, որտեղ սևը սպիտակի վրա երևում է Ֆիոնայի եւ Էդգար Շախիկյանի կապը մտերմիկ, այն Telegram կանալում արդեն դրված է, կարող եք մտնել եւ նայել։ Երևում է Ֆիոնայի եւ Շախրիկյանի ջեմ զրույցը, զերո խփելը եւ այլն։ Եվ մեր մուսկուլավոր երիտասարդի լուսանկարները եւս տեղադրված է այլևս Վարդան Ղուկասյանի Telegram կանալ։ Ես որքանով մենք տեղեկացել ենք Գագիկ Ծառուկյանի կամ Դոդի գծած այդ սեռական տերորը, որ պիտի նկարվեր եւ գմփունը հլներ եւ օգտագործվեր կամպրամատ Նիկոլ Փաշինյանի վրա պայթելա հենց նույն Դոդի միջավայրից ինֆորմացիայի արտահոսքը Ես չգիտեմ Շախրիկյան Էդգարը այլևս կվերադառնա Հայաստանի Հանրապետություն թե ոչ ինձ թվում այո եթե իշխանափոխությունը լավ կարագա բայց պատասխանատվություն կրի իր կատարած ավտովթարների հետ կապված ես ինքս չեմ պատրաստվում Շախրիկյան Էդգարին ճիշտ է եթե տեղի ունենա նման մտա բոզի տղությունա կոչվում անկախ նրանից ում աղջիկն է
մարդու անձնական սեռական ինտիմ կապը դնել, հետո սեքս անել, հետո հրապարակել, դա բոզի թողություն է։ Եթե, չգիտեմ, կարագա, թողա, մենք յանից չունենք սպրոս։ Այդ սա եւս մի հանգամանք է, որը խոսում է նրա մասին, որ Նիկոլ Փաշինյանը ի վիճակի չէ անգամ պաշտպանել իր սեփական ընտանիքը։ Լինելով Հայաստանի Հանրապետության վարչապետ, լինելով ոչ բարով տղամարդ, լինելով քաղաքական թիվ 1 դեմք, մարդը իզորու չէ պաշտպանել իր ընտանիքը, որը բաղկացած է ընդամենը մի քանի հոգուց։ Ոնց ինչ պահանջես այս մարդուց, եթե մարդ սեփական ընտանիքը չի կարող պաշտպանել, եթե մարդ սեփական աղջկան կամ սեփական կնոջը չի կարող կարգի բերել, եթե մարդ սեփական տղուն չի կարող տիրություն անի, չի էլ անում, ինչպես կարող է Նիկոլ Փաշինյան դեմքը վարչապետ կոչվածը տիրություն անի ուրիշի որդուն, տիրություն անի ուրիշ կնոջը, հղի կնոջը, ուրիշի աղջկան, որ լինի օրինական պետություն, որ բուր սպասարկումը լինի անվճար, եթե անվճար է, որ լույս չանջատեն վրան, որ տոպրակ ասելա չպիտի լինի, ուրեմն չպիտի լինի, որ գնում է մանգապարտեզա բացում, բայց մանգապարտեզը այդպես էլ չի բացվում, մնում ենք առանց մանգո, հենա Զոլաքարը մեզ վառ օրինակ, որ կարող է ինչ որ մի օլիգարխի մտքի ծայրով անցնի, գա մուսկուլնի գանդոն տենա, ասի տար ծծրա վիդեոն բեր, ես քեզ $100,000 փող եմ տալեմ, եթե դու կարանաս Ֆիոնային ծծցնես վիդեոն տաս ինձ։ Կոնգ ակումբի սեփականատեր։ Ես ախր բազմաթիվ անգամներ ասել եմ, որ տղամարդկությունը մարդու տղամարդկությունը չի որոշվում իա մուսկուլներով կամ ումա ինքը դոմբում։ Այսօր որ մտնում ես Facebook, նայում ես, սաղ, չգիտեմ, տրինաժորնի զար, քրտնած, հոտած, նեխած, քրտինքները վրեն դեզդեն, կուբիկներով նկարներ են գցեմ, մթոմյանք ворց են, իանք մուսկուլնի ունեն, իանք պարաբեմ են։ Բայց այդ պարապողների մեծ մասը թռածա բանակից, այդ պարապողների մեծ մասը հանուն փողի դոլարի ծերը ցույց տաս, հետանցքը դեմ կտա։ Այդ նույն պարապողները, ոնց որ խոսքի ունակ Էրիկա Էդգարային շխերի գլոխա, պոդլի շակ, դոլարնիքի դիմաց պատրաստա կապ չունի ում աղջկան, ծծցնել, հետո հանիքցի տան դոդին, որ դոդն էլ շանտաժանի, ինքն է դրանով այդ փողը վեկալի թռվի, բայց այն էլ շնորհակալություն օպերատիվ բլոկին նախականխել են։ Հիմա ինձ հետաքրքիր է այդ օպերներին մի բան տվիք, դոդից մի երկու հատ ավտո խլեք, տվեք այդ օպերներին, ովքեր որ կանխել են։ Ես գիտեմ, որ Կոնգ 2 ամիսը փագ է, ասում եմ Կոնգի սեփականատերն է, փագաբաց այն չէ թրքրը։ Այդ մարդը թռել է վաղուց։ Մի երկու բան տվեք այդ օպերներին, որոնք որ կանխել են Ֆիոնայի խայտարակվելը։ Աբաս։ Այսինքն այսպիսի մարդ աղեկավարում։ Դուք պատկերացնում եք որևիցե մի տարածաշրջան, ես չեմ խոսում եվրոպական երկիր։ Ես խոսում եմ այս տարածաշրջան Էրդողանի աղջկան կամ Էրդողանի տղուն ուզենան ծծցնեն նկարեն։ Ալիևի աղջկեքին ուզենա որևիցե մի բիզնեսմեն ծծցնի նկարել տա։ Չգիտեմ, էլի նմանատիպ ինչ տեղի կունենար նման բիզնեսմենի հետ։ Մինչև այսօր սաղ սալամատ պաշտոնավարում է, միջոցառում անում, համերգ անում, համերգին չգիտես ինչու, Ռոզա Ծառուկյանն է բարձրանում բեմ։ Ու սրան ժողովուրդը ընտրել է։ Սրա հետ, որը կոչվում է Նիկոլ Փաշինյան, ժողովուրդը հույս է կապում։ Սրան գնում քվեարկում են նորից։ Ու նորից քվեարկեցին։ Սիսին։ Ես չգիտեմ, էլ ինչա պետք, էլ ինչ պիտի զգան մեր քաղաքացիները, հայրենակիցները հասկանալու համար, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը, այս նախկին ներկայիս եթիմների հավաքածուն, այն Իշխան Սաղաթելյան բոզի տղեն էլ ասում է, բանը, ես նոր տարուն իշխանափոխություն եմ անում։
Էլի հայտնվավ աղբի տղեն։ Կաշմար։ Ես չգիտեմ ինչ են զեկուցել Նիկոլին, բայց Նիկոլ աղջկատ ծծցնողը հանգիստ Եվրոպաներում է։ Նման ցանկություն հայտնողը։ Եվ զբաղվիր ընտանիքիդ դաստիարակությամբ։ Չնայած արդեն ուշ է։ Էլ ինչով զբաղվես։ Եթե դու քո սեփական ընտանիքը չես կարող պաշտպանես, դու երկիր ոնց ես պաշտպանում, երկիր ոնց ես կառավարում։ Taman Aleva, hey, all the Pashinyan, eta, այս սրան բերեց, հասցրեց։ Որ Թուրքիայի նախագահն ասում է Ֆրանսիան Հայաստանին վատություն ուզումանի, եթե զինում, այդ դու կարաք զինվեք, մենք չպիտի զինվենք։ Պատասխան չկա, ռեակցիա չկա։ Քո արտաքին քաղաքական ոչ մի բան չկա տեղում, չի արտաքին քաղաքականություն, ոչ մի բան տեղում չի։ Երևակայի այսօր այսքանը վաղը առավոտյան կլինի եթեր կհեռարձակվի Երևանն է խոսում ամեն հավանականությամբ ժամը 10:00-ին, որ այդ կապված լրացուցիչ կտեղադրվի հայտարարություն եւ Երևանն է խոսում ծրագիրը դուրս է գալիս Երևանի սահմաններից, դուք ուզում եք ծրագիր փակեիք, չպատասխանելով անջատելով զանգերին, ոչ Ծրագիրը դուրս է գալիս Երևանի սահմաններից եւ սկսելու է արդեն անցնել մարզերով, տնով ու տեղով։ Ես ուզում եմ, որ նաեւ մեր քաղաքացիները, մեր հայրենակիցները ֆիքսեն, այսինքն հասկանան, որ հանրային ձայն Վարդան Ղուկասյան միակն է, ով 4 տարի շարունակ մեր բնակչի կողքին է։ Եվ ոչ թե ընտրությունից ընտրություն քաղաքական գնչուների նման գալիս ենք մեզի ցույց ենք տալի եւ գնում ենք, այլես ամեն օր ձեր կողքին եմ ձեր խնդիրներով եւ խնդիրներով, չնայած նրան, որ ձեզանից մեծ մասը եւ այն ժամանակ եւ հիմա ինձ ձայն չեն տվել, բայց անընդհատ եւ անընդհատ դիմում են Վարդան Ղուկասյանին։ Ես մի փոքր ներողամիտ եմ գտնվում շատերի հետ կապված եւ Երևան է խոսում ծրագիրը դուրս է գալիս, այսպես ասած, դեպի մարզեր։ Իսկ մեր քերակատարողական հիմնարկների բոլոր անուշ ապերներին մաղթում ենք այսօր հաճելի գիշեր քննչական կոմիտեի ղեկավար կազմի ընտանիքի անդամների։ Տեսեք, զանգ չեղավ։ Կարապետյան Էդուարդը չզանգեց։ Համարը սունի, ասեմ ավելի, որ ամերիկյան համարներ ունեն, բայց չվեկալա զանգի ասի, եթե ինքը տղամարդ է, էլի, ասի իմ կնգան խիստ ծծցնում։ Բայց դու վիրավորում ես, հենա զանգիր։ Ոչ թե գնաս ստեղ ընդեղ կամ մարդկանց բերեց եմդ, ասես մեզի քրֆելա, մենք էլ ձեզ ենք քրֆեմ։ Այդ տղերքի խեռը ու տմա, կնիգդ ու բալեքդ, բոզի տղա։ Դու տղամարդ ես, դու տղամարդ կոչվելու իրավունք չունես, ոչ դու ոչ արգիշտը, որովհետև արգիշտը սաղին բերեցին ես տուժող, բացի սեփական կնգանից։ Այսօր այսքան։ Շնորհակալություն, հաջողություն։